Հարգելի պատգամավորներ, շնորհակալություն եմ հայտնում այս քննարկումների, հարցադրումների եւ ելույթների համար եւ փորձեմ առանցքային նշանակություն ունեցող հարցերի հետ կապված անդրադարձ կատարեմ եզրափակիչ ելույթով։ Մասնավորապես անդրադառնամ պարոն Թորոսյանի կողմից ելույթով նշված նկատառումներին, հատկապես կալանքը որպես խափանամիջոց կիրառելու դեպքերի եւ դրա նպատակահարմարության վերաբերյալ։ Ես ուզում եմ նշեմ, որ նաեւ իմ ելույթի մեջ վիճակագրական տվյալները ներկայացրեցի։ Մենք ունեցել ենք ձեռբակալված 435 անձ, որոնցից ընդամենը 148-ով է, որ միջնորդություն է ներկայացվել կալանքը որպես խափանամիջոց կիրառելու վերաբերյալ։ Այսինքն, եթե վերացենք սա տոկոսային ցուցանիշի, ստացվում է, որ ձեռբակալված անձանցից միայն 34%-ով է, որ ամենախիստ խափանամիջոց կալանքը կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան։ Ավելին, այդ ներկայացված 148 միջնորդություններից բավարարվել է ընդամենը 84-ը, այսինքն շուրջ 56%-ը, ինչը ստացվում է, որ ներկայացված միջնորդությունների գրեթե կեսը դատարանի կողմից մերժվել է։ Սա լավագույն ցուցանիշն է հիմնավորելու համար, որ իրականում համատարած կալանավորման դեպքեր մենք չունենք։ Եթե խոսում ենք առանձին դեպքերի մասին, պարոն Թորոսյանը նշեց բժշկի հետ կապված դեպքը, ես նորից եմ անդրադառնում եւ հատուկ շեշտում, որ յուրաքանչյուր վարույթով անհատական մոտեցում է ցուցաբերվում եւ եթե չունենանք մենք այդ հիմքերը խափանամիջոց կալանքը կիրառելու, ապա դատարան համապատասխան միջնորդություն չենք ներկայացնում։ Եվ բնավ նախաքննական մարմինը նպատակ չունի դատարանի լիազորությունները ստանձնել։ Այս միջնորդությունները, որոնք ներկայացվում են դատարան, քննարկվում են եւ անցնում են դատական երաշխիքների վարույթներով։ Այսինքն դատարանը վերջնական ինքն է գնահատում, թե արդյոք անձի նկատմամբ կալանքը որպես խափանամիջոց կիրառելու անհրաժեշտություն եւ բավարար հիմքեր կան։ Ավելին, կիրառված խափանամիջոցների նշեցի 84 դեպքեր ունենք կալանքը որպես խափանամիջոց կիրառելու։ Դրանք մեծամասամբ նաեւ բողոքարկվում են վերադաս դատական այցաններ, Վերագնիչ դատարան, Բջջրաբեկ դատարան։ Իսկ նախաքննության փուլում ընդհանուր 230 անձի վերաբերյալ կիրառվել են կալանավորման այլընտրանքային խափանամիջոցներ։ Այս թվային տվյալները խոսում վկայությունն են այն մասին, որ հակակոռուպցիոն կոմիտեում մենք չենք կարող արձանագրել, որ կիրառվում են համատարած կալանքը որպես խափանամիջոց։ Խոսելով մյուս պատգամավորների կոռուպցիոն ենթադրյալ հանցանքների վերաբերյալ ներկայացված տվյալների մասին, ուզում եմ նախ եւ առաջ նշեմ, որ մեծամասամբ դրանք քրեաիրավական իմաստով չեն կարող համարվել կոռուպցիա։ Քաղաքական խոստումներ տալը, աշխատանքային առաջխաղացումը, գնումների թափանցիկությունը, 71-ամյա քաղաքացուն վարկ տրամադրելը, սրանք ինքնին բավարար չեն, որ մենք քրեաիրավական իմաստով ասենք, որ ունենք կոռուպցիոն հանցանքի վերաբերյալ դեպք։ Իսկ եթե դուք ինքներդ ունեք տվյալներ, որոնք կարող են մատնանշել քրեական օրենսգրքով նախատեսված որևէ հանցանքի վերաբերյալ հատկանիշներ, կոռուպցիոն հանցանքների մասին է խոսքը։ Ես ձեզ խնդրում եմ, որ դուք ինքներդ գրավոր հաղորդում ներկայացնեք հակակոռուպցիոն կոմիտե եւ այդ դեպքերը բարձրաձայնեք։ Ես ձեր աչքերի մեջ նայելով ասում եմ, որ այդ դեպքերից յուրաքանչյուրով կիրականացվի համակողմանի եւ օբյեկտիվ նախաքննություն։ Ավելին ես չեմ կարող խոստալ։ Եվ հակակոռուպցիոն կոմիտեի համար չկան նախկիններ եւ ներկաներ, կան գործող պաշտոնատար անձինք եւ կան պաշտոնից ազատված անձինք, ովքեր օրենքի առաջ հավասար են եւ կրում են հավասար պատասխանատվություն թե իրենց գործողությունների նախկինում եւ թե անգործության համար։
Հետևաբար խնդրում եմ այս առումով, եթե ունեք դեպքեր, նորից եմ ասում, կոռուպցիոն հանցանքների վերաբերյալ, որոնք կբավարարեն քրեատատավարական օրենսդրության սահմանված պահանջներին, այդ մասին գրավոր հաղորդում ներկայացնել։ Այլապես քաղաքական բնույթի հայտարարություններին ես այս բանին որևէ այլ արձագանք չեմ կարող տալ։ Միաժամանակ նաև օգտվելով այս հնարավորությունից, այս ամբիոնի մոտ ուզում եմ հայտնեմ նաև, որ այսօրվանից հակակոռուպցիոն կոմիտեում գործարկվելու է թեժ գիծ եւ հանրությունը, մեր քաղաքացիները եւ նաև դուք, եթե ունենում եք կոռուպցիոն հանցանքների վերաբերյալ տվյալներ կամ անձամբ ենք առնչվել այդ ենթադրյալ կոռուպցիոն երևույթների հետ, ապա խնդրում եմ անհապաղ այդ մասին ահազանգել հակակոռուպցիոն կոմիտեին, որպեսզի մենք հնարավորություն ունենանք օրենքով սահմանված կարգով, պատշաճ մեխանիզմների օգտագործմամբ, թե նախականխել այդ հնարավոր հանցագործությունները եւ թե նաեւ բացահայտել։ Ընդ որում ին կողմից նշված տվյալների մասին է խոսում նաև այն, որ հակակոռուպցիոն կոմիտեի տարեկան հաղորդման մեջ, չնայած այս հաղորդումը չի ներկայացվել իմ օրոք, սակայն թվարկվել են դատարան ուղարկված թվով 10 քրեական վարույթներ, որոնք աչքի են ընկել իրենց բազմադրվածությամբ, բարդությամբ եւ ծավալով։ Ես խնդրում եմ աչքի տակ անցկացնել այս թվով 10 վարույթները եւ դուք ինքներդ կհամոզվեք, որ այդ 10 վարույթներից 9-ով բացահայտված հանցագործությունների դեպքերը վերաբերվել են գործող պաշտոնյաների կողմից կատարված հանցագործությունների վերաբերյալ դեպքերին, որոնք ուղարկվել են դատարան։ Սա ևս վկայությունն է այն մասին, որ հակակոռուպցիոն կոմիտեն չի առաջնորդվում նախկին եւ ներկա պաշտոնյաներ կամ իշխանական եւ ոչ իշխանական պաշտոնյաներ սկզբունքով։ Պարոն Բագրատյանը խոսեց կոռուպցիոն հանցանքների վաղեմության ժամկետների վերաբերյալ, ես ուզում եմ հստակ արձանագրենք, որ քրեական օրենսգրքում չկա որևէ կոռուպցիոն հանցանք, որը վաղեմության ժամկետ չունենա։ Այսինքն բոլոր կոռուպցիոն հանցանքները ունեն իրենց վաղեմության ժամկետները, բայց այդ վաղեմության ժամկետների անցնելը դեռ չի նշանակում, որ այլ հետևանքներ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց մասով օրենսդրությամբ սահմանված կարգով չի կարող վերահասնել։ Այդ հետևանքները կարող են վերահասել, երբ որ քրեական վարույթի քննությունը ավարտվի եւ անձը իր համաձայնությունը տա ոչ արտարացնող հիմքով քրեական վարույթը կարճվի, ապա դա ինքնին հիմք կհանդիսանա, որպեսզի դատախազությունը համապատասխան պետական շահերի պաշտպանության հայց հարուցի դատարան եւ բռնագանձի ապօրինի ձեռքբերված գույքը։ Անդրադառնալով Տիկին Գյուրեյանի նորից նույն հայտարարություններին կապված քաղաքական կոռուպցիա հասկացության հետ եւ այդ մասով Տիկին Գյուրեյանի ըստ էության դասընթացին, նշեմ, որ նորից քաղաքական կոռուպցիա հասկացություն քրեական օրենսգրքում չկա, Տիկին Գյուրեյան։ Ես խորհուրդ կտամ անձամբ վերցնել քրեական օրենսգիրքը, բացել կոռուպցիոն հանցանքների ցանկը եւ ուսումնասիրել, տեսնել, թե ձեր նկարագրած դեպքերը այդ կոռուպցիոն հանցանքների ցանկից որ հոդվածի հատկանիշների տակ են տեղավորվում։ Եթե չունեք համապատասխան գիտելիքներ, ես խորհուրդ կտամ իրավաբանների օգնությամբ այդ հարցադրմանը ինքներդ կարողանաք պատասխան գտնել, որտեղ որոշակի հայտարարություններ, որոշակի խոստումներ քաղաքական այլ բնույթի, դրանք ինքնին բավարար չեն, որ նախաքննական մարմինը վարույթ նախաձեռնի եւ սկսի նախաքննություն։ Ըստ էության այսքանը ես վստահեցնում եմ, որ հակակոռուպցիոն կոմիտեում
ներդրվելու են նոր մեխանիզմներ, որպեսզի բարձրացնենք քննության որակը, ապահովենք ողջամիտ ժամկետներում գործերի քննությունը, նախականխենք կոռուպցիոն հանցագործությունները եւ բացահայտենք թե նախկինում, թե ներկայում եւ հետագայում նաեւ ապագայում կատարվող կոռուպցիոն հանցագործությունները։ Շնորհակալություն եմ հայտնում։